Սեղանի շուրջ հավաքված կանանց քննարկման թեման քաղաքականությունն է, ժողովրդավարությունից մինչև քաղաքական գաղափարախոսություն, համայնքային կյանքում կանանց ակտիվ ներգրավվածության հնարավորություն, հանդիպման օրակարգը բազմազան է։ Միջոցառումն իրականացվում է ՄԱԶԾ դիմակայունություն բոլորի համար 2.0 ծրագրով։ Միջազգային կազմակերպությունը փորձում է խթանել կանանց մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին։ Հիմնական նպատակներից մեկը հանդիսանում է այն, որպեսզի 2026 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ հնարավորություն տանք կին թեկնածուներին, ինչպես նաև փախստականներին մասնակցելու թիմ ընտրություններին որպես թեկնածուներ։ Ասեմ, որ այս ծրագրի հիմնաքարերից մեկը այն է, որպեսզի փոխանցենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրի երկար տարիների կուտակած փորձը այս ոլորտում։ Աշնանը մեր երկրի 40-ից ավելի համայնքում ընտրություններ են անցկացվելու արդեն երկրորդ անգամ համամասնական ընտրակարգով։ Ըստ ընտրական օրենսգրքի ավագանու կազմի 30%-ը պետք է լինեն կանայք։ Վերջի օրենսդրական փոփոխությունների արդյունքում մենք հաստատ ունենալու ենք 30 եւ ավել տոկոս ներկայացվածություն կանանց տեղական մակարդակներում, քանի որ եթե կուսակցությունները չկարողանան այդ տեղերը լրացնել, տեղերը մնալու են թափուր։ Մասնագետների խոսքով կանայք ցանկանում են ներգրաված լինել համայնքային կառավարմանը, սակայն որոշ ժամանակ անց ինքնակամ հեռանում են քաղաքականությունից տարբեր պատճառներով՝ կարծրատիպեր, բուլինգ, կենցաղավարություն եւ այլն։ Ուստի նման հանդիպումների նպատակը նաեւ կանանց զորացումն է, նրանց ձայնը լսելի դարձնելու միջոցով։ Մենք ունենում ենք եւ փորձառու կանայք, օրինակ ավականու արդեն փորձառու անդամներ, եւ կանայք, ովքեր դեռ չեն էլ մտածել, չեն տեսել իրենց այդ դերում, եւ այս երկու տարբեր կարգավիճակների հանդիպումը ու փորձի փոխանակումը շատ կարևոր է, որպեսզի կանայք հասկանան, որ իրենց կողքին ապրում են, նույն համայնքում ապրում են այլ կանայք, ովքեր գտել են իրենց մեջ այդ մոտիվացիան, ուժը, հետաքրքրությունը, հաղթահարել են շատ կարծրատիպեր ու խոչընդոտներ ու այդ ճանապարհով անցել են։ Առաջնորդում են կանայք, ձայնից քվե ծրագրի առաջին փուլի մոտիվացիոն հանդիպումներին արդեն մասնակցել է 1800-ից ավելի կին։ ՄԱԶԾ-ն միջոցառումների կազմակերպումը վստահել է 4 հասարակական կազմակերպության, որոնց մասնագետներն աշխատում են այն մարզերի կանանց հետ, որտեղ աշնանը ընտրական թոհուբոհ է սպասվում։ Մեր մոտիվացիոն հանդիպումներին հաջորդելու են աշխատանք կուսակցությունների հետ, այսինքն մենք փորձել ենք աշխատել կուսակցությունների հետ, խթանելու գենդերազգայուն եւ ներառական կառավարման մեխանիզմերի կիրառմանը, ինչպես նաեւ մենք փորձել ենք աշխատել արդեն այն թեկնածու կանանց հետ, ովքեր առաջադրվել են մոտակա թիմ ընտրություններում որպես թեկնածուներ, որպեսզի կարողանանք զարգացնել նրանց առաջնորդական հաղորդակցման հմտությունները։ Լիահույս են կանանց ներգրավվածության շնորհիվ կլուծվեն համայնքային մի շարք խնդիրներ, իսկ կարծրատիպերը կմնան նրանց թիկունքում։ Իդեպ ծրագրին աջակցում են նաև Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալությունն ու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Արամ Մարանդյան, Արման Թովմասյան, լուրեր։